Եկատերինբուրգում և Վորոնեժում վաղեմի սպանության համար հասկացյալ ադրբեջանցիների շուրջ գալների հետևանքով Բաքվի դիվանագիտական դեմարշներին ի պատասխան Ռուսաստանի իշխանությունը դիտարկում է Ադրբեջանից ալկոհոլային խմիչքների ներմուծման արգելք սահմանելու հնարավորությունը։ Ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած Կրեմլյովսկայա տաբակերկա տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ արգելքը կարող է տարածվել Ադրբեջանից նախկինում ներկրված գինիների և կոնյակների բոլոր տեսակների վրա, առանց բացառության։ Մինչև այդ Բաքուն չեղարկել է Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների այցն Ադրբեջան, ռուսական մշակութային միջոցառումները, ապա լրտեսության մեղադրանքով ցուցադրաբար ձերբակալվել էր Սպուտնիկ Ադրբեջանի խմբակցության ղեկավարներին։ Ադրբեջանի իրավապահները Բաքվում ձերբակալել են երկու կազմակերպված հանցախմբերի, որոնց կազմում ընդգրկված են եղել Ռուսաստանի քաղաքացիներ։ Նրանց կասկածում էին Իրանից թմրանյութերի տարածման, համացանցով թմրանյութերի տարածման և կիբերհանցագործությունների մեջ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը Բաքվում Սպուտնիկ Ադրբեջան գործակալությունում անցկացված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալել է ևս 7 մարդու խարդախության, ապօրինի ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացման մասին հոդվածներով։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Բաքվի հետ ուղիղ կապերի միջոցով հույս ունի ապահովել Ադրբեջանում ձերբակալված Սպուտնիկ Ադրբեջանի աշխատակիցների ազատումը։ Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆայևը, որին կանչել էին Ռուսաստանի արտգործնախարարություն, բողոքի բանավոր նոտա են փոխանցել։ Դեսպանին գերատեսչություն էին կանչել նաև 3 ռուս լրագրողների ապօրինի ձերբակալման պատճառով։ Նախարարության ներկայացուցիչ Դմիտրի Մասյուկը հայտարարել է, որ որոշ ուժեր ջանքեր են գործադրում Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերություններում պառակտում առաջացնելու համար։ Ադրբեջանը, սակայն, ավելի է սրում լարվածությունը Մոսկվայի հետ։ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում ռուս ուժայինների կողմից դաժան վերաբերմունքի հետևանքով երկու ադրբեջանցի քաղաքացիների մահվան փաստով։ Ռուսաստանում սպանության մեջ կասկածվող Սաֆարովները մահացել էին հունիսի 27-ին ներքին գործերի նախարարության և Անվտանգության դաշնային ծառայության համատեղ գործողության ընթացքում։ Ըստ ադրբեջանական աղբյուրների, դիահերձումը հաստատել էր, որ Հուսեյն Սաֆարովը մահացել է բազմաթիվ կողոսկրերի կոտրվածքների և այլ վնասվածքների հետևանքով առաջացած հետտրավմատիկ շոկից։ Մոտավորապես նույն ախտորոշումն է Զիադինի դեպքում, մինչդեռ ռուսական կողմը պնդում էր, թե շուրջգալի ժամանակ նրանք մահացել էին ինֆարկտից։ Ադրբեջանական դատախազությունը նշում է, որ մյուս 5 տասնյակ ադրբեջանցիները նույնպես ենթարկվել են նմանատիպ բռնությունների և գտնվում են ռուսական հիվանդանոցներում տարբեր ծանրության վնասվածքներով։ Ադրբեջանի դիահերձման և պաթոլոգիայի միավորման գլխավոր տնօրեն պրոֆեսոր Ադալիաթ Հասանովը հայտնել է, որ Ռուսաստանում սպանված Զիադին Սաֆարովի մարմինը վերադարձվել է Ադրբեջան առանց մեկ կողոսկրի։ Աննա Հարությունյան, Reopen Media։